Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես իրով ուզում եմ տեղեկացնել, որ վաղը ապրիլի 16-ին նշվում է ոստիկանության աշխատողի օրը։ 2001 թվականից հենց այդ օրն ընդունվել է ոստիկանության մասին օրենքը եւ ապրիլի 16-ը օրացույցի մեջ ամրագրվել է որպես ոստիկանության օր։ Եվ այս առիթով ես ունեմ հրաշալի հյուրեր։ Սիրով ներկայացնեմ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկ ոստիկանության լեյտենանտ Իլիա Սարգսյան եւ նույն վաշտի բարեկ ոստիկանության լեյտենանտ Հռիփսիմե Ստամբուլյան։ Բարի առավոտ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Ես շատ ուրախ եմ ողջունել ձեզ մեր տաղավարում եւ նախապես շնորհավորում եմ մասնագիտական տոնի արդիվ եւ ինձ հետաքրքիր է վաղը ձեզ մոտ լինելու է աշխատանքային թե տոնական օր։ Իրականում մեր մոտ միշտ է աշխատանքային օր, մեր բարեկային ծառայությունը դա գրաֆիկով է սահմանվում, ծառայությունը օրինակ ես եւ Ստամբուլյանը այսօր երեկոյան գործի ենք։ Ահա, բայց վաղը ո՞նց կլինի գրաֆիկը, օրինակ օրակարգը ինչպես է պլանավորվում։ Ըստ ծրագրի վաղը առավոտյան մենք հանձնում ենք ծառայությունը եւ ընդունումը այլ ստորաբաժանում։ Եվ դու կարող եք գնալ եւ տոնել մասնագիտական օրը։ Այո։ Շատ լավ։ Ոստիկանների մասին մենք ունենք շատ տարբեր պատկերացումներ եւ ոստիկանության աշխատանքի մասին ունենք շատ տարբեր պատկերացումներ։ Ես կուզեմ մի քիչ պատմեք ձեր օրակարգի մասին։ Օրինակ, առավոտը երբ է սկսվում, երբ աշխատանքի եք, երբ է սկսվում, երբ աշխատանքի չեք եւ ինչպես է անցնում օրը։ Գրաֆիկը բավականին հագեցած է։ Առավոտյան բոլորս միահամատեղ նույն ժամին գնդում ենք լինում, պարտադիր շարային ստուգատեսի ենք մասնակցում, այնուհետև դուրս ենք գալիս մեր ծառայական պարտականությունների կատարմանը։ Իսկ որ ասում եք առավոտյան ժամը քանիսն է դա։ Ժամը 6-ից սկսում է մեր ծառայությունը։ Օհո։ Ես մտածում եմ մեր աշխատանքն է ավելի շուտ եւ ավելի բարձ սկսվում, փաստորեն ձերը ավելի շուտ է սկսվում։ Եվ ունենք նաեւ այլ գրաֆիկ երեկոյան ժամերին, որը սկսում է երեկոյան ժամը 8-ին եւ ավարտում հաջորդ օրը առավոտյան 8-ին նույնպես։ Շատ մի քիչ ետ գնանք եւ հասկանանք ինչպես ընտրեցիք այս շատ պատասխանատու աշխատանքը։ Օրինակ ես նախկինում էլի ծառայել եմ ոստիկանության այլ կառույցում, պահակապարեկային ծառայությունում, այնուհետև դրա կազմալուծումից հետո ստեղծվում էր նոր պարեկային ծառայություն, որի արդյունքում դիմել ենք եւ ընդունվել ենք ներկայումս ծառայում ենք արդեն պարեկային ծառայությունում։ Իսկ դուք։ Ինքս նույնպես նախկինում ծառայել եմ ոստիկանության զորքերում, այնուհետև պետական պահպանության գլխավոր վարչությունում, պարեկային ծառայության սկզբունքից հետո արդեն անցել եմ ծառայության պարեկային ծառայությունում։ Եկեք ձեր դեպքում մի քիչ էլ ետ գնանք եւ ամենասկզբից գանք։ Երբ մի օր որոշեցիք, որ ուզում եք շատ պատասխանատու գործ ստանձնել։ Եթե անկեղծ ծառայությունը միշտ է դուրս եկել, առավել եւս համազգեստը հիմա արդեն համազգեստը կրել է ոչ թե սեր է, այլ պարտավորվածություն եւ մեծ պատիվ, որը եւ հպարտությամբ շարունակում ենք կրել։ Հիմքը դա է եղել։ Իսկ ընտանիքում ինչպես ընդունեցին այդ որոշումը։ Տարակարծիք էին, հայրս դեմ չէր, բայց մայրս մի փոքր ասում եմ պետք է բալետի գնաք օրինակ կամ ինչ որ աղջիկական մասնագիտություն ունեք։ Հա, ավելի շատ կանացի մասնագիտությամբ դեպի։ Շատ լավ։ Բայց հիմա արդեն համակերպվել են, հիմա արդեն թե դեռ միջև հիմա ասում են, բայց ինչու այս ուղղությամբ գնացիք։ Չէ, տեսնելով աշխատանքը, արդյունքները բավականին գոհ են ու ուրախ են իմ ընտրության համար։ Շատ բարդ ոլորտ է, այսինքն այն ամենաթեթև ոլորտներից չէ, շատ պատասխանատու է եւ տեղ-տեղ նույնիսկ շատ վտանգավոր։ Ինձ հետաքրքիր է ինչ շատ տարօրինակ, շատ հետաքրքիր դեպքեր են լինում ձեր ծառայողական ընթացքում, որը հիմա կարող ենք եթերում բարձրաձայնել ու պատմել։ Բերեք շատ բաներ եթերով չասենք, որովհետեւ կարող է կողքից այլ կարծիք ստեղծվի, բայց իրականում այո, ոստիկանությունը ամբողջ աշխարհում մեկ ինքը ամենաբարդ եւ ամենավտանգավոր մասնագիտություններից մեկն է, բայց նաև ինքը շատ պատվաբեր եւ ազգանվեր գործ է, որովհետեւ ինքը առաջինը դա քաղաքացիների կյանքի եւ առողջության համար ուղղված ծառայություն է։ Տեսեք, դուք ասիք շատ պատվաբեր գործ է եւ ինձ հետաքրքիր է քաղաքացիների հետ կապը, ձեզ մոտ հեշտ է ստացվում ստեղծել, լինում են տարբերություններ, օրինակ, չգիտեմ, երբ չեն հասկանում ինչ կոչում ունեք, սխալ են դիմում, սխալ են մոտենում, ինչ զավեշտալի դեպքեր կան։ Ինչ հետաքրքիր դեպքեր կան։ Կարող եմ այսպես ասել, որ քաղաքացիներն ու այն մարդիկ, ովքեր թեկուզ բանակում ծառայել եմ, կոչումները տարբերում են, կարողում են, բայց եթե չեն էլ տարբերում, նորմալ է,
Դիմելակարգը ոնց են դիմում մեզ, մենք միշտ ներկայանում ենք ազգանունով, հա, ազգանունով են դիմում կամ կոչումով ենք ներկայանում, մեզ դիմում են կոչումով։ Կնոջ դեպքում կա ինչ-որ ավելի նույն ընթացակարգով կամ ազգանունով կամ կոչումով։ Պարոնի փոխարեն տիկին։ Բայց պահում են քաղաքացիները ճշտությամբ ձեզ դիմում են ճիշտ տարբերակով, թե եղել են ինչ-որ տարբերակներ կամ դեպքեր։ Դե բնականաբար լինում են դեպքեր, երբ որ տարիքով մի քիչ մեծ անձինք դիմում են աղջիկս կամ տղաս կամ այլ ընտրանքային ձևերով, բայց ամեն դեպքում փորձում ենք շտկել եւ ուղղությունը տանել դեպի ավելի գործնական։ Իսկ լեյտենանտի պաշտոնը կոնկրետ ինչ առանձնահատկություններ ունի եւ այստեղ պատասխանատվությունը ավելանում է, թե ոչ մի տարբերություն չկա։ Բարեկային ծառայությունում ուրեմն լինում են 3 պաշտոններ, հա, այդ խոսքը վերաբերվում է կրտսեր բարեկ, բարեկ եւ ավագ բարեկ, որը իրենից ենթադրում է նաեւ կոչումները, հա, բայց ֆունկցիոնալ պարտականություններով բոլոր բարեկային ծառայողները իրականացնում են նույն պարտականությունները։ Եվ քանի որ վաղուց եք ոլորտում, ես անձամբ նկատում եմ շատ մեծ բարեփոխումներ, նույն, չգիտեմ, փողոցներում, երբ որ խցանումները ավելի արագ են կարգավորվում, այնտեղ միշտ կան ծառայողներ, ովքեր օգնում են, որպեսզի եթե լուսացույցը չի աշխատում, շատ արագ երթևեկությունը կարգի բերեն եւ տարբեր տեսակ բարեփոխումներ, ինձ հետաքրքիր է դուք ինչ բարեփոխումներ եք նկատում ոլորտում, որոնք քաղաքացիների կյանքը ավելի հեշտ եւ ավելի ապահով են դարձնում։ Բարեփոխումներից համար առաջինը կարող եմ փաստել, որ արագ արձագանքել ցանկացած դեպքերի եւ ահազանգերի, հա, քաղաքացիներին աջակցություն ցույց տալը, չասեմ նախկինում չի եղել, բայց հիմա ավելի շատ մենք փորձում ենք օգնել եւ աջակցել մեր քաղաքացիներին։ Ես կնշեմ կավելացնեմ, որ արագ արձագանքումը բերել է նաև քաղաքացիների մեզ հետ փոխհամագործակցության բարձրացմանը։ Ներկայային քաղաքացիները ավելի փոխհամագործակցող են դարձել եւ աջակցում են ամեն կերպ, ինչքանով որ կարողանում են։ Հրաշալի է։ Եվ հակառակ հարցը տամ, ինչ դժվարություններ եւ ինչ մարտահրավերներ ունեք ձեր առաջ, որոնք այսօր մի փոքր ավելի, եթե փոփոխություններ լինեին այդ մասով, ավելի հեշտ կլիներ ձեր գործը։ Մեծ հաշվով նման ինչ-որ դժվարությունները դրանք առօրյա են ինչ-որ, որոնք լուծվող են, բայց այտենց հիմնական ինչ-որ դժվարություններ չեմ կարող նշել։ Բոլորը լուծելի են։ Ձեզ մոտ կարծում եմ նույնն է, ընթացակարգը լինում են դեպքեր, որոնք խնդիրներ են բախում, բայց ընթացքում այդ խնդիրները եւ ինքներս եւ աջակցության միջոցներով վերացվում են։ Եվ համազգեստ կրելը շատ պատասխանատու եւ շատ պարտավորեցնող է եւ ինձ հետաքրքիր է, երբ համազգեստը արդեն հանում եք ու գնում եք տուն։ Խստությունը կարողանում եք թողնել համազգեստի հետ մի կողմում, թե կյանքում եւս այդ խստությունը ձեզ ուղեկցում է եւ ձեր անձնական կյանքում, ընկերական կյանքում դուք միևնույնն է չեք կարողանում այդ պատասխանատու գործից դուրս գալ եւ մի փոքր օրինակ, չգիտեմ, լավ ժամանակ անցկացնել ընկերների հետ, ավելի թեթև լինել, այդ ծառայողական զգաստությունը միշտ ձեզ հետ է։ Եթե անկեղծ, ապա այո, միշտ դու չափի զգացողությունը քեզ մոտ արկա է լինում ու ամեն միջավայրում դու փորձում ես անկախ նրանից համազգեստը կրում ես թե ոչ, գիտակցել, որ դու ոստիկան ես ու քո ցանկացած գործողություն պետքա ավելի սահմանափակ լինի։ Ու ես առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ անկախ նրանից համազգեստով ենք թե ոչ, մենք ոստիկան ենք ամեն դեպքում։ Համակարծիք եմ գործընկերոջս հետ, այո, ոստիկանության ծառայողը օրը 24 ժամ համարվում է ոստիկանության ծառայող, մենք շատ ենք ունենում դեպքեր, նույնիսկ քաղաքացիական համազգեստով հա ծառայությունից դուրս, երբ որ նկատում ենք հանցագործություններ, դեպքին միջնորդում ենք հա եւ արագ լուծում ստանում։ Եվ ինձ հետաքրքիր է ինչպես եք լավ ժամանակ անցկացնում ընկերների հետ, ինչ եք նախընտրում, ինչ նախասիրություններ ունեք, ինչ հոբիներ ունեք, որովհետև մենք ինքներս անկեղծ ոստիկաններին պատկերացնում ենք հենց այդ զգաստ, շատ միշտ պատասխանատու, միշտ գործին պատրաստ, միշտ արագ արձագանքմանը պատրաստ մարդիկ, բայց դուք եւս մարդիկ եք, ովքեր համազգեստից դուրս ապրում են իրենց կյանքը։ Օրինակ, ես նախընտրում եմ իմ ազատ ժամանակը անցկացնել սարերում։ Ահա Միշտ գնում եմ տարբեր լեռներ, հայկական լեռնաշխարհ, չասեմ բոլոր լեռները եղել եմ, բայց կա նպատակ բոլոր հայկական լեռնաշխարհի բոլոր գագաթները գրավել։ Դե դուք արկածներ եւ ադրենալին եք սիրում մասնագիտությունից ելնելով, դա պարզ է։ Այդ ուղղությամբ էլի գնում եմ եւ նույնը այդ մասնագիտական նախասիրությունը ընդեղ էլ կա, որովհետեւ եւ վտանգ կա, եւ հաղթահարման ինչ որ, չգիտեմ, նոր մարտահրավերներ կան, իսկ ձեզ մոտ Ինքս նույնպես շատ եմ սիրում էքսկուրսիաներ ու սիրում եմ ավելի շատ բնություն, ջուր,
նախընտրում եմ հանգիստս նման միջավայրում անցկացնել։ Շատ հետաքրքիր է։ Շատ լավ, վերադառնալով ծառայությանը, ինձ հետաքրքիր է առհասարակ ինչը կփոխեիք կամ ինչ նորություններ կամ նորամուծություններ կուզեիք մտցնել ոլորտում, եթե ինչ-որ բան մտածել եք, հիմա կարող ենք այդ մասին խոսել։ Իրականում մի քիչ դժվար է պատասխանել, թե ինչ նորամուծություններ կարող ենք մտցնել, բայց հիմա ոստիկանությունը, եթե գիտեք, ամբողջությամբ ինքը բարեփոխումների է գնում, հիմա 4 հենասյուների է բաժանված, որոնցից մեկը հենց բարեկային ծառայությունն է, կարծում եմ դեռ 4 տարի է ինչ բարեկային ծառայությունն է, այս տարի կլրանա 4 տարին եւ ամեն ինչ անում ենք մենք, որ գնա դեպի ավելի լավը մեր ամենօրյա ծառայությունով, թե վերապատրաստումներով, թե ամբողջ գործիքակազմը ուղղված է դրան։ Իսկ ֆիլմեր նայում եք։ Եթե ժամանակ լինի։ Ոստիկանների մասին ֆիլմեր նայում եք։ Այո, իհարկե։ Օրինակ սիրելի ֆիլմ կա։ Ամերիկյան պատրուլի սերիալ կա, որը սկզբից մինչև վերջ նայել եմ։ Եվ շատ է տարբերվում մեր ծառայողական իրականությունը այդ ֆիլմից։ Դե բնականաբար, որովհետև ամերիկյան, նու դա ֆիլմ է, բայց ամենայն դեպս եթե վերհանենք այնտեղի հանցագործությունների քանակը, այնտեղ ավելի վտանգավոր է ծառայությունը, բայց Հայաստանում ավելի ցածր է, ավելի շատ ցածր է նույնիսկ, ամբողջ աշխարհով մեկ Հայաստանի Հանրապետությունը համարվում է անվտանգ այդ առումով։ Դուք չեք նայում ֆիլմեր ոստիկանների մասին։ Ձեր իրականությունը արդեն ձեր ֆիլմն է, ես հասկացա։ Բայց վերադառնալով հանցագործություններին, վերջերս երբ ինչ-որ տենց համացանցում կարողանում ենք ընթերցել տարբեր բացահայտումներ, որոնք ոստիկանությունը իրականացրել է, երբեմն շատ աբսուրդային հանցագործություններ են հանդիպում։ Ես ուզում եմ հասկանալ, սա ինչ-որ նոր է մեր իրականությունում, թե առաջ էլ կար, ուղղակի այդ մասին մենք ինֆորմացված չէինք։ Հնարավոր է նաև ինֆորմացիայի խնդիր եղած լինի, որովհետև օրորի մենք գնում ենք նրան, որ մեդիան ավելի շատ է աճում, բացի այդ նաև դեպքերի բացահայտումն է ավելացել, դրան նաև օգնում է հենց բարեկային ծառայությունը, որովհետև մենք շուրջօրյա ծառայություն ենք իրականացնում բոլոր վարչական տարածքներում, խոսքը վերաբերում է եւ Երևան քաղաքում եւ ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Կփաստեմ նաև այն հանգամանքը, որ ժամանակաշրջանի հետ համատեղ նաև ի հայտ են գալիս նոր իրավախախտումներ, որոնք եւ առկա են։ Ներկա պահին ի հայտ են գալի տեխնիկական միջոցներով կատարվող հանցագործությունները, որոնք ժամանակին չունեին նմանատիպ հնարավորություններ, ըստ այդմ ժամանակը բերում է իր հետ նաև խնդիրներ։ Ես վստահ եմ, որ վաղը շատ այսպես տոնական օր է սպասվում ձեզ համար եւ ես ձեզ ուզում եմ սրտանց շնորհավորել եւս մեկ անգամ եւ նվիրել Իջևանի գինու գործարանի կողմից Սարգոն Ռոզե գինին, որպեսզի վաղը բացեք եւ տոնեք։ Չգիտեմ ոստիկաններին որքանով է օքեյ եթերում նվիրել գինի եւ իհարկե մեր գործընկերոջ կողմից Տրամոնտինա բրազիլական բրենդի կողմից։ Խոհանոցային պարագա, որը կարող եք օգտագործել խոհանոցում, այն շատ յուրահատուկ ծածկույթ ունի, ոչ մի թունավոր բակտերիաներ իր վրա չի վերցնում։ Շնորհակալ ենք։ Եվս ձեզ եւ առիթից օգտվել հարցնեմ, խոհանոցում հասցնում եք լինել, թե ոչ։ Այո, լիարժեք։ Համեղ եք պատրաստում։ Ասում են այո, գոհ։ Ահա, ընտիր։ Շնորհավորում եմ եւս մեկ անգամ եւ շնորհակալություն առավոտը ինձ հետ սկսելու համար։ Շնորհակալ ենք հրավերքի համար, եթե թույլ կտաք, մենք նույնպես շնորհավորենք մեր ծառայակիցներին ոստիկանության կազմավորման 107-րդ տարեդարձի կապակցությամբ ուժ, կորով եւ բարձր գիտելիքներ բոլորիս։ Շնորհակալություն, շնորհավորանքներին միանում եմ եւ շնորհավորում եմ ներքին գործերի նախարարության ամբողջ թիմին, ոստիկանական ամբողջ թիմին, մասնագիտական տոնի արդիվ եւ վստահ եմ, որ այն բարեփոխումները, որոնք արվում են համակարգում, քաղաքացիները եւս տեսնում են եւ դրա համար շատ շնորհակալ ենք բոլորին։ Հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։